Օգոստոսի 15-ը Հայաստանի Հանրապետության պետական խորհրդանիշների օրն է։ Բնության գրքում գտնվող այս փոքրիկ համայնքում ոչ միայն հիշում ու տոնում են, այլև նվեր են մատուցում Հայաստանի Հանրապետությանը։ Նվերը Հանրապետության օրը պատրաստ չէր, սակայն ուշացած էլ չէր։ Այն պատրաստ էր ոչ պակաս կարևոր տոնին։ Վաղ առավոտից բացմանը սպասող հուշաղբյուրը պատրաստելու նախաձեռնության մտահղացումը Շահումյանի համայնքապետ Էդիկ Մանուկյանի մտքում վաղուց կար։ Ժամանակի հարց էր։ Ուզում էր Հայաստանի Հանրապետությանը նվեր մատուցել։ Հուշաղբյուրի բացմանը ներկա են քաղաքական եւ հոգեվոր այրեր, շահումյանցիներ, նաեւ այն հերոսների զավակները, ովքեր պատերազմի օրերին սխրանքի մասնակիցներն էին։ Մանուկյանը նախաձեռնության մասին համեստաբար լռում է, հնչեցնում է միայն շնորհավորանքի խոսքեր։ Շնորհավորանքի եւ բարեմաղթանքի խոսքերին հաջորդում է սպասված պահը։ Հուշաղբյուրի բացման պատիվը վստահվում է Լոռու մարզի ռազմական ոստիկանության պետ Կամո Հովհաննիսյանին եւ Լոռու փոխմարզպետ Աղվան Վարդերեսյանին։ 2 տարի առաջ որոշվեց եւ քանդակագործը գնաց փնտրելու հարմար քար, հուշարձանն ըստ արժանվույն կերտելու համար։ Շատ փնտրեցին, վերջապես գտան, սակայն այնքան մեծ էր չափերով, որ մի քանի անգամ կիսեցին։ Քարի մշակման ընթացքում այն նախ եկեղեցու տեսք ստացավ, ապա հետս հետե հղկվելով ստացվեց այն, ինչ քանդակագործն էր մտահղացել։ Գյուղապետը, որ առաջարկեց, որ սա մեր անկախության համար է, պետք է լինի սուր եւ արծիվ եւ ու փոխվեց այս դիրքը ընդունեց այս աղբորը։ Այս մեր մայմեխի քարն է, մեր տիպի քարն է, ջուրը մեր մայմեխի ջուրն է, ամեն ինչ բնական է, այս ջրից ով խմեց մի 10 տարի ավել ապրելու։ Եկեք խմեք եւ օգնեք շինողի անցորդներին։ Շահումյանն այն գյուղն է, որտեղ 88-ի նոյեմբերի վերջին արժանի հարված հասցրին ազերիներին։ Այս պատժիչ գործողությանը նախորդել էր Կիրովաբադից եւ Ադրբեջանի մի շարք հայաշատ վայրերից հայ բնակչության բռնագաղթը։ Սա հարգանքի տուրք է, անկախության համար պայքարած, նաեւ անկախության զոհասեղանին իրենց կյանքը դրած մեր հայրենակիցներին, մեր համագյուղացիներին։ Համայնքապետարանի կողմից շնորհակալագրեր են տրվում հուշարձանը կերտողին եւ կերտման գործին աջակցած անհատների, նաեւ շահումյանցի ազատամարտիկներին ու զոհվածների զավակներին։ Հերմինե Զարմանյան, Արտակ Դրուտյան, Մոլորակ։